Եվ այսպես ուշադրություն փոքրիկ Տիգրանի հայրը կրկին խոսել է ասելով հետևյալը, որ իրենք մնում են այն վարկածին, որ երեխային առևանգել են։ Փրկարար ծառայությունը կարծես որոշ աշխատակիցներ իրենց հավատը այլևս կորցրել են, որ գետում կարող են գտնել երեխային, որովհետև 16 օր շարունակ իրանք մեծ աշխատանքներ են արել, մեծ թափով ընթացել այդ որոնողափրկարարական աշխատանքները, բայց արդյունքներ չկան, ցավոք սրտի տանջանքը, աշխատանքը եւ նվիրումը եղել է շատ մեծ եւ գնահատելի, ինչի համար մենք շնորհակալություն ենք հայտնում իրենց, բայց երեխան գետում չէ։ Երեխային եթե գտնելու լինեին, կգտնեին 4-5 օր հետո ամենաուշը 16 օր երեխային փնտրում են գետում, բայց չկա։ Երեխային փնտրում են նաև գյուղի հարակից անտառներում, շների եւ այլ միջոցների օգտագործմամբ, տարբեր տեխնիկաներ, սարքեր, դրոններ, բայց արդյունք չկա։ Ոչ սարերում է երեխան, ոչ էլ գետում է, Աստված գիտի թե որտեղ է փոքրիկը, նրա ծնողների վիշտը գնալով ավելի է մեծանում, խորանում եւ դառնանում, ինչքան որ օրերը անցնում են եւ չի լինում նորություն երեխայի մասին։ Իհարկե բոլորն էլ ցանկանում են, որ երբեք չլինի այն լուրը, որ երեխան գտնվել է գետից։ Սա ոչ մեկ չի ուզում համացանցը բացի ու կարդա, որ երեխան գտնվել է գետից։ Սա ամենասարսափելի, ամենադառը տեղեկատվությունը կլինի, ինչը որ մենք չենք ցանկանում։ Բայց քանի որ 16 օր անցել է եւ այդքան էլ շատ երկար գետ չի, այսինքն միջև այդ գետը հասնում է Հրազդանի ջրամբար, փոքրիկ լճակ, այդքան շատ մեծ տարածություն չկա, բայց կա վարար գետ, կա որոշ տեղերում խորը գետ եւ շատ աղտոտված գետ, ինչը որ դժվարացրել է աշխատանքները, բայց դե այնքան չէր դժվարացրել, որ 16 օր փնտրեն ու չկարողանան գետից հանել փոքրիկին, եթե իհարկե նա այնտեղ է։ Մենք ունենք հստակ իհարկե վարկածներ եւ այդ վարկածներից գլխավորը հետեւյալն էր, որ նրան ըստ ամենայնի առևանգել են, գետը ընկնելուց բացի ենք ասում, այսինքն գետը եթե չի ընկել, ուրեմն տարել են այդ երեխուն, երևի թե ինչ-որ միտեղ է քայլել ճանապարհով, գնացել է, հայտնվել է ինչ-որ, կարող էր լինել նաեւ հայտնվել գլխավոր ճանապարհի վրա եւ գլխավոր ճանապարհից նրան առևանգեին, բայց ոստիկանությունը բոլոր վարկածները նաեւ հետեւյալ վարկածը ստուգել են, բոլոր մեքենաները, որոնք այդ ժամերին անցել են այդ հատվածով, կանգնեցվել են, խուզարկվել են, մեքենաների վարորդները հարցաքնվել են, արդյունքների մասին իհարկե բոլորս էլ դուք էլ շատ լավ տեղյակ եք, որ ոչ մեկ չի ձերբակալվել, չի պահվում, կասկածներ, հիմքեր չկան։ Լավ, բա ինչ է լինելու այս երեխայի ճակատագիրը վերջը, մենք ինչ ենք տեսնելու, քանի որ օր-օրի ավելի է բարդանում վիճակը, ինչքան անցնում են օրերը, այնքան երեխային չեն գտնում գետում, այսինքն եթե լիներ գետում, հստակ գիտեինք, որ գետում է եւ գետում կգտնվեր։ Ինչքան ուզում է գետում լիներ բարդ աշխատանքներ տանելը, միևնույնն է պրոֆեսիոնալ անձնակազմներ բավականին լիքը մարդկանցով զինված, բոլորն էլ անձնվիրաբար աշխատել են եւ ավելացված կամավորները կեց են նրանք, որ միացան այս ամբողջ ուժը համախմբված էր երեխային գետից դուրս բերելու համար։ Կամավորները քչացան, փրկարարները իրանց դուխը գցեցին, որ այդքան աշխատանք են տանում ու չգտան։ Իհարկե մի կողմից դուխը գցեցին, մի կողմից էլ շատ երջանիկ են, որ գետից չհանեցին երեխուն, այսինքն կա հետեւյալը մտածելու, որ ինչքան ինքը հավանական է, որ գետում է, այդքան էլ արդեն եւ ավելի հավանական է, որ գետում չէ եւ ինչ որ մեկը տարել է, առևանգել են եւ ամենասկզբից էլ միշտ էլ ծնողները պնդել են առաջի օրվանից, որ երեխային ամենայն հավանականությամբ առևանգել են։ Երեխան գետի ուղղությամբ չէր գնա։ Երեխան գտնվում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա, այսպիսի հայտարարություն էր տարածել ռուս էքստրասենսը եւ դա էլ տարածվել էր հայկական մամուլում, ինչպես բոլորդ արդեն իսկ իհարկե տեղյակ եք։ Գետից 1 կիլոմետր հեռավորություն դա արդեն գյուղի խորքային տներն է, որտեղ որ վերջին տները, որտեղ որ բնականաբար ոստիկանները եւս մտել են։ Գյուղում չկա տուն, որը կլինի կասկածի տակ, այսինքն մոտակա տները հաստատ մտել են ոստիկաններ եւ միայն տան ներսը չեն ստուգել ամբողջ տան բակը, տան տանիքը, եթե կա
նկուղ նաև ստուգել են նկուղ, այսինքն բոլոր հնարավոր, ինչպես ասում են, ծակուցուկերը ստուգված են եւ այս առումով պետք է ասենք, որ գյուղը գտնվում է բավականին լարված վիճակում, որովհետեւ դե մի քիչ կլարվեն մարդիկ, որ իրանց տները մտնեն մեծ քանակությամբ ոստիկաններ եւ խոզարկություններ են իրականացնում անընդհատ եւ գյուղացիները ըստ էության մի քիչ լարված են իրանք այս պայծրությամբ եւ իրանց էլ է պետք, որ երեխան շուտ գտնվի, վերադառնան իրենց առօրյա կյանք, կարողանան հանգիստ ապրել։ Շատ ցավալի դեպք է իհարկե այս դեպքը, բնականաբար հայրը եւ նրա պապիկը որևէ մեկին չեն կասկածում, նաև ասել են, որ իրենք թշնամիներ չունեն եւ բնականաբար գյուղի արդար ժողովուրդ ում պետքա թշնամի ունենան, փոքր գյուղ, այդ գյուղում միակ թշնամին բոլորի համար հաստատ գետն է, շատ վտանգավոր եւ դրա համար ոստիկանները եւ փրկարարները, քանի դեռ որևէ հստակ հետք չեն գտել երեխային գողանալու ուղղությամբ, իրանք երբ որ ասես լավ ինչ վարկած կա, վերջի վերջո 15 օր փնտրում եք գետում եւ չեք գտել երեխային այնտեղ, միգուցե ուրիշ ուղղությամբ այլևս սկսել եք մտածել, իրենք ասում են բոլոր ուղղությունները մենք ստուգել ենք, բայց շարունակում է վարկածը մնալ հենց գետը, որովհետեւ ամենահավանականը դա է, քանի որ տներ, մեքենաներ, մարդիկ, ամեն ինչ ստուգված է, 70-ից ավելի մարդ տարվել, հարցաքնվել է եւ նաեւ բնականաբար եթե ինչ-որ մի հետք լիներ, դժվար թե այսօրվա զարգացած տեխնոլոգիաների դարում ոստիկանությունը չկարողանար արագ բարձել ու բացահայտել, բայց էլ ենք ասում, քանի դեռ երեխային չեն հայտնաբերել գետում, երեխայի ողջ լինելը, երեխայի առևանգված լինելը չի բացառվում եւ բնականաբար ոչ էլ հաստատվում է, որ դա հենց այդպես է, մենք ուղղակի ասում ենք, որ չի բացառվում, եթե 80%-ով հավանականությունը տրվում է, որ երեխան ընկել է գետը, գոնե 20%-ն էլ պետքա հավանականություն տալ, որ երեխան չի ընկել գետը եւ նրան տարել են, վերջերս ակտիվացավ համացանցում, սկսեցին տարբեր տարիների հարցազրույցներ տեղադրել, որ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի երեխային փորձել առևանգել, նման տեղեկատվություններ են տարածում, մարդկանց լարվածության մեջ են գցում, բայց իհարկե ամեն դեպքում կյանքը կանխատեսելի չէ, պետքա ուշադիր լինեք ձեր երեխաների նկատմամբ, մանավանդ փոքր տարիքի երեխաների մասնախոսքը, փրկելու համար բնությունից, այսինքն գետերից, քարերից, ժայռերից եւ այլն, եւ նաեւ բնության վտանգավոր կենդանուց մարդուց։ Ինչպես ասում են, բնության ամենավտանգավոր կենդանին դա մարդն է։ Մարդը սպանում է մարդու, մարդը սպանում է աշխարհի բոլոր կենդանիներին եւ ավելի վտանգավոր արարած ուղղակի գոյություն չունի։ Դրա համար որևէ մեկը թող լիարժեք հանգիստ հույսը չդնի աշխարհի վրա, որ ինչ որտեղ երեխան հանգիստ խաղա, ինքը գնա եւ զբաղվի իր գործերով, պետքա միշտ ուշադրությունը լինի ձեր երեխաների վրա, մանավանդ այն դեպքում, երբ որ նրանք գտնվում են սպառնալիքների մեջ։